Վերջին անգամ տեսանք, ինչպես Իսրայելի զավակները հիանալի գերբով անցան Հորդանան քեդը։ Գիշեք, որ քահանաները շալգեցին ուխտի դաբանագը եւ գանկնեցան Հորդանան քեդի մեջ, մինչ հորդարած ճուրերը բաժնվեցան անոնց շուրջը եւ անոնք անցան քեդեն։ Տեսանք, ինչպես ուխտի դաբանագը գխորտանշեր Քրիստոսի։ Իսկ անոնց քեդեն անցնիլը գխորտանշե Տեր Հիսուս Քրիստոսի մահվան, թաղման եւ հարության։ Քրիստոս մեր փրկության առաջնորդն է եւ մեզ մե առաջ անանցավ Հորդանանեն առաջնորդելով մեզի թեպի հոգեվոր օրհնություններու վայր։ Այսօր սիրելիներ պիտի տեսնենք Հեսու 5-րդ եւ 6-րդ գլուխները, ուր ավելի դասեր կան, որոնք կվերապերին մեր այսօրվա հոգեվոր կյանքին։ Այս գլխուն առաջին 9 համարներում մեջ Աստված կբադվիրե մարդոց թլփադվիլ։ Թլփադվիլը Աբրահամի ուխտի նշանն է, որ դրված էր Աստծո կողմանը, երբ ան խոստացավ Աբրահամին դալ այս երկիրը։ Բայց մարդիկ անդեսած էին այս կարևոր ձեսը։ Լա Եգիպտոսի մեջ եւ գամ իրենց անաբադային ճամփորդության ընթացքին։ Այս մեկը մեզի համար այսօր հոգեվոր պատկամ ունի, որ հին բնությունը չի գրնար ժառանգել հոգեվոր օրհնություններ։ Մենք պետք է մեկտի տնենք մեր հին բնությունը։ Ինչպես Բողոս կսե Հռոմեացիս 7-րդ գլխում մեջ, թե միշտ պատերազմ պիտի լա հին եւ նոր բնություններուն միջև։ Գահասնենք Հեսու 5:11-12 համարները, ուր Աստված գտածրի անոնց մանանադալ է եւ անոնք այլևս Կանանի փերքը Եգիպտացորեն ուդելու էին։ Գիտեք ինչի մասին խոսի այս հին Եգիպտացորենը։ Աստծո խոսքին ծննդոցեն մինչև հայտնություն անոր մասին է որ գխոսի։ Բոլոր 66 քրքերը Աստծո խոսքն են եւ այդ է որ Աստված մեզի կգերագրե սուրբ խորհուրդներով։ Ինչ կնշանակի այս մեկը, որ դուն հոգեվոր օրհնության հասնելու համար պետք է սնուցանվիս Աստծո խոսքով։ Հիմա Հեսու դեսիլք մը գտեսնե Դերոջ զորքերուն հրամանադարը, այսինքն Դերոջ փանագին զորավարը։ Հիմա Հեսու կպատրաստվի վերեն հրահանգներ ստանալ։ Եվ սիրելիներ, այս զորավարը ուրիշ ոչ ոք է, քան նախամար մնացած Քրիստոսը, որովհետև ան է մեր փրկության առաջնորդը։ Հեսուն գիտավ, որ իրականության մեջ ինք Դերոջ զորքերուն հրամանադարը չէր, այլ խորքի մեջ ինք Աստծո առաջնորդության դագ էր, եւ Հեսուն պետք էր հնազանդեր իրեն։ Գալով 6-րդ գլխուն կտեսնենք Երիքովի գրավումը։ Գհիշեք, սկիզբը եղան 3 շատ կարևոր արշավներ՝ Երիքովը, Քայը եւ Կապավոնեցիները։ Եվ ասոնք այն թշնամիներն էին, որոնք արգել կեցան, երբ իսրայելցիները մտան այն երկիրը, որ պետք էր գրավեին։ Սիրելիներ, գրնամ ասել, որ դուն եւ ես այսօր որպես հավատացյալներ ունենք 3 թշնամի՝ աշխարհը, մարմինը եւ սատանան։ Եվ Երիքովի մեջ կտեսնենք աշխարհը, Քայի մեջ մարմինը, Կապավոնացիներուն մեջ սատանան։ Այս առաջին թշնամին, Երիքովի քաղաքը, պիտի գրավվեր շատ անսովոր կերպով։ Փանագը, բոլոր պատերազմի մարդիկը Հեսուի ղեկավարությամբ հետևեցան Աստծո հրահանգներուն եւ ամեն օր 6 օրվա ընթացքին անոնք մեկ անգամ դարձան բարիսպին շուրջը, իսկ 7-րդ օրը անոնք 7 անգամ դարձան շուրջը։ Քահանաները փողեր հնչեցուցին։ Երիքովի բարիսպները քանթվեցան եւ անոնք ներս մտան քաղաքը գրավեցին։ Սիրելիներ, նկատեցեք, որ Հեսուն բնավ չպատերազմեցավ։ Անբարձավես քաղաքին շուրջը դարձավ։ Այդ էր ամեն բան, որ ինք ընելու էր, որովհետև Աստված պատերազմեցավ։ Եվ հաղթելու համար Հեսուի կործածած միջոցը հավատքն էր։ Եվ այդ է սիրելիներ միակ ճամփան, որով դուն եւ ես հաղթություն կունենանք աշխարհի դեմ, որովհետև հաղթանակը միշտ եւ միայն Աստծո ցերկերուն մեջն է։ Ուրեմն, սիրելիներ, ինչպես կհաղթեք աշխարհին, առաջին Հովաննու 5:4-ը գսե, վասնզի ան որ Աստծմե ծնած է, աշխարհին կհաղթե։ Իսկ ինչպես ան կհաղթե, հավատքով։ Մենք պետք է այսօր սկսենք հրամաններ ընդունելու բարձրակույն առաջնորդեն, մեր փրկության առաջնորդեն հաղթությունը փորձարապար վայելելու համար։